Ողջույն, այսօր հունվարի 29-ն է։ Գիտեք, թե ինչ ընդհանուր բան կա Նապոլեոն Բոնապարտի առաջին ավտոմեքենայի եւ հայկական թատրոնի միջև։ Առաջին հայացքից ոչինչ, բայց իրականում պատմությունը հենց այս օրն է ընտրել նրանց համար որպես բախտորոշ կետ։ 1919-ի հունվարի 29-ին 40 տարեկանում տիֆից մահացավ առաջին հանրապետության հիմնադիր, վանքի հաղթական ինքնապաշտպանության հրամանատար, Սարդարապատի դարբին Արամ Մանուկյանը։ 1921 թվականի հունվարի 29-ին Երևանում բացվեց առաջին պետական թատրոնը։ Պատկերացրեք, պատերազմներից հյուծված Երևանը, որտեղ մարդիկ հավաքվում են դիտելու Պեպո ներկայացումը։ Սա ոչ միայն արվեստ էր, այլև ազգի վերածննդի ապացույց։ Թատրոնի շենքում այնքան ցուրտ էր, որ հանդիսատեսը նստած էր վերարկուներով, իսկ դերասանները բեմում ուղղակի դողում էին ցրտից, բայց խաղում էին այնպիսի կրակով, որ ջերմացնում էր բոլորին։ 1886-ի հունվարի 29-ը տրանսպորտի պատմության ամենակարևոր օրն է։ Կարլ Բենցը ստացավ իր առաջին ավտոմեքենայի արտոնագիրը։ Մարդիկ մինչ այդ տեղաշարժվում էին ձիերով եւ Բենցի ինքնագնաց սայլը շատերի համար ծիծաղելի կամ վախենալու էր թվում։ Այն ուներ ընդամենը 0.75 ձիաուժ եւ 3 անիվ։ Բենցի կինը Բերտան առանց ամուսնու իմացության մեքենան վերցրեց եւ երկու երեխաների հետ գնաց մոր տուն, մոտ 100 կիլոմետր քշելով։ Ճանապարհին նա ստիպված էր դեղատենից բենզին գնել, իսկ արգելակները նորոգել Կոշկակարի մոտ։ Սա աշխարհի առաջին թեստ դրայվն էր։ Հունվարի 29-ին պաշտոնապես վավերացվեց ԱՄՆ-ի սահմանադրության 18-րդ փոփոխությունը, որն արգելեց ալկոհոլը։ Սա փոխեց ոչ միայն Ամերիկան, այլև ամբողջ աշխարհի քրեական պատմությունը։ Պետությունը կարծում էր, որ արգելելով խմիչքը կվերացնի հանցավորությունը, բայց ստացվեց ճիշտ հակառակը։ Ծվեց բութլերգերների կամ մաքսանենգների մի ամբողջ սերունդ, իսկ մաֆիան դարձավ միլիարդատերների ակումբ։ Հենց այս օրենքի շնորհիվ հայտնի դարձավ Ալ Կապոնեն։ Փաստացի հունվարի 29-ը դարձավ գանգստերական ֆիլմերի եւ լեգենդների հիմնադրման օրը։ 1814-ի այսօրը Նապոլեոնը արդեն շրջափակված էր բոլոր կողմերից, կռվում էր իր իսկ պատանեկության քաղաքում։ Բրիեն-լե-Շատոյում Ֆրանսիայի կայսրը հարձակվեց դաշնակիցների զորքերի վրա։ Կռիվը սկսվեց ուշ երեկոյան եւ շարունակվեց ամբողջ գիշերվա ընթացքում։ Նապոլեոնին հաջողվեց անձամբ փրկվել կազակների հարձակումից, սուրը ձեռքին պաշտպանվելով։ Նապոլեոնը հաղթեց այս մարտում, բայց դա Փյունիկի վերջին թռիչքն էր։ Ճակատագրի ծաղրն այն էր, որ ռազմարվեստի հանճարը վերջին անգամ հաղթեց հենց այնտեղ, որտեղից 35 տարի առաջ սկսել էր իր մարտական ուղին։ 187 տարի անց 2001-ի հունվարի 29-ին Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց օրենք, որով պաշտոնապես ճանաչվեց հայոց ցեղասպանությունը, դառնալով առաջին խոշոր երկիրը, որն օրենսդրորեն ամրագրեց ճանաչման փաստը։ Այս թողարկման համար պատրաստել էինք այսքան, իսկ դուք մեզ հետևեք, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները։